Բարի առավոտ, բարի երկուշաբթի սիրելի բարեկամներ, քուրեր, եղբայրներ, հարազատներ, մենք շարունակում ենք մեր եթերը, ներողություն ենք խնդրում մի փոքր ուշացման համար տեխնիկական խնդրի պատճառով։ Եվ այսօր մեզ է միացել մեր Հակոբ Գուջիկյան եղբայրը, որը Վալանսի հայ ավետարանական եկեղեցու հովիվն է, առավել եւս իմ փեսան, աղջիկա Սամուսինը, որոնք պարգևել են ինձ 3 հրաշք թորնիկներ եւ այսօր այստեղ են Հայաստանում ժամանել են եւ կարոտս առնում եմ նրանցից Փարտիրոջը Հակոբ ջան շնորհակալ եմ որ եկար մենք շատ հաճախ հեռակապով ենք միանում բայց այսօր Փարտիրոջը որ Աստված շնորհ արեց որ միասին հենց անմիջապես տաղավարից ունենանք մեր եթերը Այո բարես եկել Շնորհակալ եմ բարև լույս բոլորին բարև բոլոր անոնց որ մեզ գլսեն գտիդեն ուրախ եմ մերսի շատ որ այս արիթը գուդասինցի որ մեսի գրնամ բաժնեկցիլ միասին զրուցենք Աստծո խոսքի շուրջ ամեն իսկապես շնորհակալ եմ եւ ինձ համար միշտ այս արիթը հետաքրքրական է իրար հետ զրուցելը այո Փարտիրոջը Հակոբ ջան Այսօր մենք գիտես մենք չէ գրել ենք թեմայի վերնագիրը եւ վերնագիրը շատ գեղեցիկ է ուրեմն երևացող հավատք փաստորեն կա հավատք չերևացող հավատքի չերևացող մասը որը հիմքն է կարելի ասել հիմքը չի երևում բայց մի ամբողջ ծանրություն իր վրա է վերցնում եւ հիմքի վրա կառուցված շենքը որը երևում է եւ ճարտարապետական Այսպես ասած գեղեցիկ կոթողա, որ միշտ գովվում է, շատ հետաքրքիր է լինելու այսօրվա թեման եւ զրույցը։ Սիրով լսում ենք քեզ ինչի մասին է խոսքը։ Ուրեմն հավատքը այո ճիշտ է, մեծ մասը այն է, որ չերևիր, ինչ որ գաբրինք մեր ներքին ցանկի մեջ, ինչ որ գաբրինք Աստծո հետ, բայց հավատքը չի գրնար դերմը երևալի չլար անգարելի է որ ունենանք հավատք եւ այդ մեկը չերևա դարիներու ընթացքին այդ հավատքը ծածուկ մնա հավատքը անպայման դերմը պետք է երևա մեր կյանքերում մեջ եթե անցնին ամիսներ դարիներ եւ մեր հավատքը չի երևար ուրեմն հոն լուրջ խնդրեմ կա եւ այսօրվա օրինակը որ պիտի նայենք միասին շատ հետաքրքրական օրինակ մնե դիգնոջ մասին է որ ինքը իսկապես ապրեցավ իր հավատքը ցույց տվավ իր հավատքը եւ գերնալալ շատ ադեններ շատ արագ կանցնին այս պատմությունին վրայեն ուրեմն ուսեցե այսօր իսկապես այս Աստվածաշնչի իրականության վրա գետրոնանք եւ տեսնանք ինչպես գրնա լալ նաեւ կորզնական հավատքը անշուշտ Աստվածաշնչի մեջ միայն մեկ դեղ չկա որ գխոսի կորզնական հավատքի մասին բայց այս օրինակը կենթադրեմ հետաքրքրական է նաեւ իդեպ հետաքրքիր բան անցավ մտքովս շատ դեպքեր են իրոք Հիսուսի երկրային կյանքի մեջ վստահ որտեղ Հովհաննես ասում է թե ամենագրվեր գրքերը բավարար չէին շատ դեպքեր են եղել շատ հետաքրքրական դեպքեր են եղել բայց հատուկ բաներ կան որ գրվել է ավետարանի մեջ գործ Կարաքելոցում ես արդեն հուշում եմ որ իրոք մեծ այսպես ասած կարևորագույն այսպես իրադարձություն է եղել որ գրվել եւ այդ մարդու անունը որ հիշատակվել է ավետարանի մեջ դա իր մեջ ոչ թե միայն պատմություն այլ լուրջ դաս կա քաղելու սա շատ կարևոր է անշուշտ այո կենտրոնեմ այս հատվածը որ պիտի գարտանք միասին շատ արագ կանցնենք որովհետև նույն հատվածի մեջ շատ ավելի չսեմ բայց կարևոր դեպք մենք բադահի անալ Բողոս Սարաքյալի ասենք թարսն է արասված ուրեմն եւ որ գսկսենք կարդալու այս գլուխը շատ արագ կանցնենք որտեղ դպավորված ենք Բողոս Սարաքյալի այս հիասքանչ ցևով ինչպես Հիսուս կխոսի իրեն հետ եւ ինքը գաբաշխար է անորմալ գրնալալ այս պատմությունը որ նույն գլխու մեջ կգտնվի այնքան ալ կարևորություն չենք տար դե Պողոսի չէ պատմությունն է հետաքրքիր է պետք է
բայց այս պատմությունը իրոք անկեղծ ասեմ շատ քիչ է խոսվում սրա մասին, բայց շատ մեծ ոնց ասեմ փորձառություն կա եւ առավել կյանքի հետ կապված հարց է, չէ՞։ Այո։ Մի քիչ բան պահենք, լարված պահենք թեման, որ փորձեն հասկանան ինչի մասին է խոսքը։ Այո։ Եթե կան արդեն մեր ունգընտիրներն մարդիկ, որ ենթադրեն, որ քիչան արդեն ինչ է, գրնան քրել։ Հա, թող գրեն։ Օրինակ, ինչի մասին կլիներ այսօրվա թեման։ Ով է այսօրվա մեր հերոսը։ Որում ասեմ, պիտի խոսենք այսօր։ Բողոսի մասին, Պետրոսի մասին չի։ Էլ ինչ հերոս։ Գործարակելիոցի մեջ գրված է այս բանությունը։ Գրված է Գործ Կարակելոցի մեջ, Բարնաբասի մասին էլ չի։ Չէ։ Որտե Բարնաբասն էլ մեծ դեր է խաղում, բայց իր մասին էլ չի։ Եվս ինք որ Դիգինի մասին է։ Փոքր հուշենք, հա։ Ինչ որ կնոջ մասին է։ Այո, կնոջ մասին է։ Դե մի քիչ արի ձգձգենք տենակ ինչ պատասխան կտան։ Դու լավ, արի sense մի հատ հետաքրքիր գիտես մարդիկ հուշում ենք հիմա, մի փոքր հուշենք։ Երբ որ օրինակ մարդ կա Աստված մարդու հոգին վերցնում է իր շրջապատը ինչ արձագանք է տալիս դրան որքան շուտ է հաշտվում այդ մարդու մահվան հետ կամ ուշ սրանք սա հարցեր են չէ այո այսինքն եւ հնարավոր է արդյոք մի հատ էլ ուրիշ ինտրիգային հարց տամ հնարավոր է որ աղոթքով, խնդրանքով հետ բերեն այդ մարդուն։ Էս է լավ, չէ՞, հուշ։ Այո, անշուշտ։ Ամեն ինչ հնարավոր է Աստծո հետ եւ ճիշտ է որ այս հարցումն ալ գրնանք հարցնել ասելով որ մահվանից հետո մարդիկ ոնց են հիշելու քեզ։ Լավ, գրեցին հա։ Ճիշտ պատասխանը տվեց այսօր, երկու հոգի Արփիկ քուրը, Սարգսյան եւ Հայկույի Սմբատյան քուրը։ Վաու, թեմայի մեջ են ուրեմն, գնացինք։ Այցեմնիկը։ Այո։ Գարտանք այս համարները։ Կուզես գարտալ, ուրեմն Գործարակելոց Գործարակելոց 9-րդ գլուխ 36-րդ համարը ինչպես որ ասենք այս Գործարակելոց 9-ը սկսում է Բողոս Արաքյալի այս հանդիպումով Քրիստոսի հետ եւ խոսում է արդեն ուրիշ բացմության մասին եթե գուզես կարդալ իդեպ Գործ 9:36-ի մեջ այս կնոջը որի անունը Տաբիթա էր բնութագրում է որպես աշակերտ։ Միրի խոսենք դրա մասին։ Սա շատ կարևոր է։ Դրա մասին միրի խոսենք։ Եվ Հոպեի մեջ մի աշակերտ եղած կին կար, անունը Տաբիթա, որ թարգմանված ասվում է այծեմնիկ։ Սա լիքներ բարի գործերով եւ ողորմություններով, որ անում էր։ Եվ այն օրերում, որ նա հիվանդացավ եւ մեռավ, եւ այն օրերում, որ նա հիվանդացավ եւ մեռավ, եւ նրան լվացին դրին վերնատանը։ Եվ Լիդիան Հոպեին մոտիկ լինելով աշակերտները լսեցին թե Պետրոս այնտեղ է նրա մոտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու որ չուշանա նրանց մոտ գալու եւ Պետրոսը վեր կացավ եւ նրանց հետ եւ ներողություն եւ Պետրոսը վեր կացավ եկավ նրանց հետ եւ երբ որ նա եկավ նրան հանեցին այդ վերնատունը Եվ ամեն որբևայրիները նրա 4 կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցույց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները, որ այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր։ Եվ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկի եկավ եւ աղոթք արեց։ Եվ դարձավ դեպի մարմինը եւ ասեց. Տաբիթա, վեր կաց։ Եվ նա աշկերը բաց արավ Եվ Պետրոսին, որ տեսավ, ուղիղ նստեց։ Եվ նա ձեռքը տվավ նրան, եւ վեր կացրեց նրան, եւ կանչեց սուրբերին, եւ որբևայրիներին, եւ նրանց առջև կենթանի կանգնեցրեց նրան, եւ հայտնի եղավ բոլոր Հոպեի մեջ, եւ շատերը հավատացին Տիրոջը,
եւ նա շատ օր մնաց հոպեյումը մի կաշեգործ Սիմոնի մոտ։ Այո։ Եվ որ տեսնենք այսին եւ որ ինչպես Ֆորտունա ասիր, առաջին բանը որ գիտնանք Դավիթի մասին, այն է որ ինքը աշակերտ էր։ Եվ այս մեկը շատ կարևոր է, որովհետեւ եթե նայենք բնակրին Աստվածաշունչի հունարենով, միակ տեղն է նոր գդագարանի մեջ, ուր որ աշակերտ բառը իքական սերի համար կորցածված է։ Հա։ Չենք ասում, որ միակ գին աշակերտը Դավիթն էր, բայց որ հունարենով նայենք բնակիրը, միակ տեղն է, որ իքական սերով այս աշակերտ բառը կորցածված է։ Եվ այս մեկը շատ կարևոր է, որովհետև երբ որ նայենք Դավիթի կյանքին, չենք տեսնել, որ ինքը մեծ հրաշքներ արավ, չենք տեսնել, որ ինքը մեծ ջարդարախոս կամ մեծ կորձեր անող գինը։ Կտեսնենք, որ քարոզիչ ինքը անցմն էր, որ գաբրեր իր հավատքը։ Եվ պիտի տեսնենք ասիգա քիչ վերջ ավելի մանրամասն, բայց եւ որ խոսենք աշակերտ ըլլալու մասին, ինչ է, ինչ կնշանակե Քրիստոսի աշակերտ ըլլալ։ Ենթադրեմ մի քանի գեդեր պետք է նայենք միասին, որովհետեւ գլսենք այսօր Քրիստոսի աշակերտ ըլլալ, Քրիստոսի հետևորդ ըլլալ, գտեսնենք դասընթացներ, որ գլան աշակերտության համար, աստվածաբանության համար, բայց ինչ է իրական աշակերտ ըլլալը ինչ կնշանակե եւ Հիսուս ինչ ասավ սրա մասին։ Մի քանի գեդի մասին գոզամ խոսանք միասին, որոն առաջին գեդը Մատթեոս 4:19-ի մեջ որ գսե Հիսուս եկուր իմ հետևես եւ ինձի հետևիր։ Առաջին բանը աշակերտ ըլլալու համար այն է, որ հետևիմ Քրիստոսի։ Հետևիմ այդ քայլերուն, որ Քրիստոս ըրավ, որ Քրիստոս ինձ պիտի առաջնորդե, որ հետևիմ։ Այսինքն հրաշքներ, նշաններ, մեռելին հարություն առնել տալ։ Այո, բժշկել։ Այո, բայց ոչ միան։ Նաև Քրիստոս չարչարվեցավ։ Այդ բաժինը որ չենք սիրում մենք ընդհանրապես խոսում ենք միշտ հետևիլ Քրիստոսի եւ քերբնական բաներ ապրիլ, ինչ որ ճիշտ է, ինչ որ կարող է լինել։ Այո, կարող է լինել եւ շատ լավ է որ լինում է։ Հիսուս անշուշտ բժշկում է, Հիսուս անշուշտ նաև գարը հարություն դալ մերերների։ Հիսուս նույնն է երեք այսօր եւ հավիդյան, բայց նաև բեք չէ մեկ կոմցկենք Հիսուսի չարչարանքներուն մասնագից լալը այնալ Հիսուսի հետևիլ է։ Ուրեմն Հիսուսի որ որտեղ խաչի մասին է, չէ՞ խոսում։ Խաչը վերցնի մետևից։ Անշուշտ։ Անորոշ չենք կրնար հոս գտեսնենք օրինակ Մատթեոս 11:29-ի մեջ գսե որ եկեք եւ ինձ մեզ սորվեցեք խոնարհալ նաեւ ոչ հետևիլ եւ սորվիլ իրմե հետևիլ ոչ թե բարձաբես հետևիլ Քրիստոսի առանց սկզբունքներ ունենալու հետևիլ Քրիստոսի առանց մտածելու կամ առանց ուղղակի հետևիլ Այսինքն ես ուզում եմ տեսնեմ քո հրաշքները, կողքդ լինեմ, հրաշքների ժամանակ օրինակի համար, հա, բայց սովորելու ցանկություն չունեմ։ Այո։ Պետք է սովորել Քրիստոսից։ Եվ եթե մի քանի տարի է որ գնալ հավատացյալ ենք, կամ մի քանի տարի է որ արդեն ճանչնանք Քրիստոսի գրնանք շատ արագ այդ ծուղակի մեջ ինալ գարձելով որ մենք արդեն ամեն ինչ գիտենք եւ ոչ մեկ սորվելիք բան չմնացած մեզի գենցատրեմ հոն գսկեսինք իսկապես Քրիստոսը հերանալ ոչ թե մոդենալ իրմե որև Քրիստոս միշտ սովորեցնելու բան ունի եթե մենք պատրաստ ենք սորվելու իրմե երրորդ բանը այստեղ Հովանու 8:31-ին մեջ է որ ասում է Եթե մեկը իմ խոսքին մեջ մնա, ինքն է իսկապես իմ աշակերտը։ Այսին Հիսուսը
ասում եւ Հիսուս ինքը ցույց է տալիս ինչ է նշանակում աշակերտ լինել։ Ոչ էսի բացատրություններ չեն աստվածաշնչյան, էսի Հիսուսի խոսքն է։ Աքսիոմա։ Բանաձ է։ Առանց դրա չես կարա, այսինքն հոգևոր համարվես։ Եթե խոսքի մեջ չեմ ես, եթե չեմ չի ասում խոսքը գարտա եւ անցել, ասում է խոսքի մեջ մնալ, ապրիր խոսքի մեջ, ամեն օրվա իմ կյանքես մաս մնա Աստծո խոսքը։ Կարևորագույն։ Այո։ Եվ այն ադեն է որ ես իսկապես գրնամ ճշմարիտ աշակերտ լինել Քրիստոսի։ Որն առանց Աստծո խոսքին ես չեմ գրնար լալ հավատացյալ, լալ քրիստոնյա, լալ աշակերտ մղված իմ մոդեցումներով, մղված իմ վերլուծումներով, որովհետև աշակերտ լալը իմս չէ, այլ Քրիստոսինն է, որովհետև ես պատկանում եմ իրեն եւ ինչ որ ինքը ինձ փոխանցում է, էդիկա պետք է բահեմ, դրա մեջ պետք է ապրիմ։ Դրա համար այստեղ էս ամենակարևոր բառը, որ ասում է անոր գաբրի իմ խոսքիս մեջ, անոր իմ խոսքս իրեն ցանկին հիմնական մասը գլա։ Ստամի բանկուզի ավելացնել շատ հետաքրքիր է, օրինակ ես քանի որ թորնիկներ ունեմ, բայց թորնիկի պապիկ եմ, շատ ուշադրություն եմ դարձնում իրանց այդ հասունության ընթացքը։ Գիտես, մենք շատ անգամ երեխաներին ասում ենք մի կպի, մի արա, հա, չի կարելի, սա վտանգավոր է։ Իրանք դա չեն հասկանում։ Իրանց մեջ ես նկատել եմ, երբ մի քիչ որ հասնում եմ, զարմանք առաջան, բայց ինչի չեմ կպնի, բայց ինչի չկպնեմ։ Հարցը սա է։ Երբեմն մենք Աստծո խոսքը, գիտես, այդ դիտանկյունից ենք փորձում հասկանանք, ինչ ասում Աստված, ինչ անեմ կամ չանեմ։ Բայց Աստված դա չի ուզում մեզնից։ Աստված ուզում է, որ մենք ուսումնասիրենք խոսքը եւ հասկանանք ինչու չպետք է անենք, ոչ թե չպետք է անենք, այլ ինչու չպետք է անենք։ Սրանք տարբեր բաներ են, չէ՞։ Այդ դու որ ասում ես աշակերտել, Աստծո լինել աշակերտ, դա չի նշանակում սովորել թե ինչ անել կամ չանել, ինչու անել կամ չանել, այս սա է պետք։ Սա վերլուծություն է մարդու մեջ, լուրջ վերլուծություն է։ Հետևանքների մասին մտածել, չէ՞ սա իրոք կներես ընդհատեցի, բայց շատ համաձայն եմ ինչ որ գսես, լա եկեղեցական իրականության մեջ, լա մեր միջավայրի ընկերության ճշմարտության մեջ դարիներով այդպես եղած է, որ շատեր ուզած են իշխել ժողովրդին եւ անոր համար արիտ չեն տված, որ ժողովուրդը հարցնե ինչու։ Մինչև այսօր դժբախտաբար կան այդպիսի խմբակներ, որ իրենց առաջնորդը, չեմ խոսել միայն եկեղեցիներու մասին, ընդհանուր խոսեմ, երևույթի մասին խոսեմ, իրենց ղեկավարը, իրենց առաջնորդը չուզեր, որ ժողովուրդը հարցնեն։ Գուցե որ ժողովուրդը հնազանդի։ Ինքը ուզում է թելադրի ինչ անի կամ չան։ Ինքը գիտի, ինքը կարա քեզ ասի ինչ պետք է անես, ինչ պետք է չանես։ Բայց էդիկա այնպես հավատացյալներ գմնան միան մենք ասում ենք մանգաբարդեզի մագարտակի վրա։ Ինձ ես ինչ մարդ ասեց, ես ինչ բանը մի արա, ես չեմ անում, կամ ես ինչ բանը արա, ես անում եմ։ Այնտեղ չկա ինքնազարգացում, հոգևորապես, այնտեղ չկա գնալ փնդրել ավելի խորը Քրիստոսի, այնտեղ չկա որ երթամ ավելի ես գտնեմ անինչ որ գա Աստծո խոսքի մեջ։ Հասկանամ ինչու չէ, ինչն է պատճառը, դա պետքա չարվի։ Դրա համար ես ասում եմ, որ երիտասարդները մեր եկեղեցուն գալիս են, ասում են, ուզում ենք Աստվածաշունչը գարտանք, որտեղից սկսենք եւ այլն, ասում եմ, այսինքն թելադրում եմ իրենց, օգնում եմ որտեղից սկսեն, բայց հետո ասում եմ, երբ որ սկսեք գարտալ, գնացեք, արեք օրինակ Աստվածաշունչեր, որ մեկնաբանությունով է։ Առաջին դարին կամ առաջին հանգրվանին գրնալալ հասկանալի լինի, որ ուզում ենք Աստվածաշունչը գարտանք այդպես եւ հասկանանք։ Բայց եթե ուզում ենք ավելի հեռու գնանք, պետք է Աստվածաշունչը առնենք եւ մեկնաբանությունները փնտրենք դրան։ Եվ որ էդի լինի, պետք է սկսենք ուրիշ մեկնաբանություն, այսինքն միշտ
դեր կա ավելի խորը երթալու Աստծո Այո, հետ։ շատ ճիշտ է։ Բայց դա պետք է մենք որոշենք։ Եթե ես չեմ ուզել, եթե ես փափակ չունիմ ավելի խորը երթալ Աստծո հետ, այդ ոչ մեկ ինձ չի կարող ստիպի։ Իհարկե։ Էդիկա ես պետք է այդ ցանկությունը ունենամ։ Նույնպես մեր բոլոր ցանկի մանրամասնությունների մեջ կրնալալ մենք աշխատանք ունենք, գարանք այդ աշխատանք անել եւ երբեք չուզենանք ավելի առաջ գնալ, ավելի սորվիլ դրա մասին, Ավելի նոր բաներ նոր բացել։ բաները բացահայտել, որովհետեւ միշտ նորություններ կան։ Նույնն աս խոսքի մեջ է, որքան փնտրենք, այդքան բաներ կան, գտնելիք, սովորելիք, այդքան բաներ կան, որ գտնան մեզ օգնել։ Օրինակ, երբ որ դու բացահայտում ես, օրինակ, ինչու չանելը, անպայման դա քո կյանքում հետևանք է թողում, բարի հետևանք։ Այո։ Այսինքն դու արդեն ոչ թե չես անում, որովհետև ստիպված ես չանելու, այլ չես անում, որովհետև հասկացել ես հետևանքները։ Այսինքն հասկացել ես իր բնույթը, ճանաչել ես դիրը, դա էլ ինչու չանելը նաև օգնում է քեզ, որ դու ճանաչես Աստծուն, որովհետև ինչու չանելը քեզ մղում է Աստծո խոսքին, որը բացատրում է, մեկ դնում է քո սրտի մեջ, բնույթը տա փոխում։ Եվ դու չես անում, որովհետև ստիպված ես չանելու, այլ չես անում, որովհետև քեզ պետք չի դա։ Դա այնակ այցելնիկինով էր սովորացրել, որ դա պետք է անես դու։ Ոչ մեկ, ես կարծում եմ ոչ մեկ չի սովորացել, բայց նա քանի որ աշակերտ էր եւ հասկացել էր կյանքի իմաստը, նա սիրով էր անում դա։ Այո։ Ինչ գեղեցիկ է սա։ Հանճարը հենց սրա մեջ է։ Դրա համար մեծ դարբերություն կա հետևորդ լինելու եւ աշակերտ լինելու։ Միանշանակ։ Կան այսօր լեցուն հավատացյալներ garanք տեսնենք, որ քեզ գասեն, ես ինչ եկեղեցու, ես ինչ խմբակի հետևորդ եմ։ Մենք չենք խոսում հետևորդների մասին, մենք խոսում ենք աշակերտների մասին։ Ամեն։ Հետևորդներ կանան լինեն շատ եւ հետևորդներ կգնան լինեն, որ նույնիսկ շատ քահապարած չունեն Աստծո։ Բայց որ աշակերտ ես, այդ ուրիշ բան է արդեն, այդ ուրիշ հանքրվան է։ Ստեղ օրինակ որ Ղուգաս 14:26-ի մեջ ասում է, որ Քրիստոս սովորացնում է, որ աշակերտը պետք է ամեն ինչից ավելի սիրե Քրիստոսի, ամեն ինչից, իր ունեցվածքից, իր ընտանիքի անդամներից, եւ որ ես մեկը խոսում ենք ադեներ մարդիկ սարմանում ասում ոնց ստեղ ասում է Քրիստոս, որ մեկը եթե իր հորը, իր մորը չադի, այստեղ պետք է հասկանանք ինչ է ուզում ասել Աստվածը։ Քրիստոս, որ ինքը խոսում էր սիրո մասին, այստեղ այդ մեր հասկացած ադելության մասին չի խոսում։ Այստեղ խոսում է առաջնահերթության մասին։ Այստեղ խոսում է որքան ես պատրաստ եմ Քրիստոսի համար, որքան պատրաստ եմ ամեն ինչ մեկդի տնել եւ Քրիստոսի յետևեն երթալ։ Նաեւ Քրիստոսի աշակերտ լինել շարունակ ոնց որ դու ասեցիր քիչ առաջ այն է որ խաչը դառնես եւ երթաս Քրիստոսի յետևեն։ Այսինքն Քրիստոսին հետևելը հեշտ բան չի։ Չէ։ Եթե եկեղեցիներ կան որ ցես կարոզում են որ Քրիստոսի հետևելը հեշտ բան է, վազելով դուրս ելեք դերից։ Որտեղ կան եկեղեցիներ շատ չեն թիվով, բայց գիտեք ես մի քանի շաբաթ առաջ ասեցի եւ որ բաժնեկցություն անում եկեղեցում ասեցի եւ որ սեբենք թե 5 ամիս եկեղեցի կակ եւ ամեն գիրագի դուք եկեղեցուց դուրս կակ ուրախությամբ այնտեղ խնդրեմ կա այսինքն Աստված ցես չի համտիմանում Աստված չի ասում ինչ որ պետք է փոխենք Աստված մեզ չի ասում այդ գեդերը որ մենք պետք է զղջանք եւ աղոթենք դրա համար այսօր կան մարդիկ կան խմբակներ որ կարոզում են միայն այնինչ որ մարդիկ սիրում են լսել բայց միշտ այդպես չէ գտեսնենք որ Աստծո խոսքը օգտակար է սորվեցնելու շտկելու հանդիմանելու ուրեմն եւ որ գլսենք Աստծո խոսքը պետք է այս բոլորը ապրենք քաչալերելու բայց չի գրանալ որ ես միշտ լավս կամ ես միշտ լավս կամ եւ Աստծո խոսքը գարտում եմ ուրեմն ես արդեն գադարյալ եմ
Եթե լավ եմ ասում, ուրեմն ես այլևս ոչ մի բան չունեմ փոխելու։ Իմաստը որ ականջս շոյումը մեն բարին։ Այո։ Եթե ասո խոսքը գարտում եմ ինչի ասում որ Հակոբ էսինչ բանը գա որ պետք է փոխես քո կյանքիդ մեջ։ Գամ էսինչ բանը արեցիր որ լավ չէր։ Ուրեմն Աստվածաշունչը ինձ ես չեմ թողում որ Աստվածաշունչը ինձ հանդիմանի ինձ շտկի ինձ փոխանցի Այդ իմաստով շատ ճիշտ ես։ Այո։ Էլի ուրախություն կա, անշուշտ, բայց անպայման նորոգության ուրախություն, այսինքն երբ որ դու նորոգվում ես Տիրոջ մեջ, ավելի ես հասունանում, ավելի ես հասկանում Աստծո ողորմությունն ու շնորհքը, որտեղ չկա ողորմություն, եթե չկա մեղքի խորը գիտակցություն։ Արի սա անպայման շեշտենք։ Այո, ես դրա համար ասում եմ, ուրախություն միշտ կա, բայց բեք չէ որ այդ էմոցիան ինձ համար միշտ լավ զգացվի։ Այս դրա էմոցիոնալ ուրախության մասին ես խոսում, ոչ թե հոգևոր խորը իմաստով, հա։ Էմոցիոնալ ուրախություն։ Ուրիշ համար մգա որ շատ եմ սիրում, այստեղ ուրեմն Հովանու 15:8-ի մեջ ասում է, եթե ասում է դու աշակերտ ես, մարդիկ պիտի տեսնեն քո բդուղներդ եւ ամբիսով պիտի փառավորեն հայրը։ Ուրեմն նաեւ աշակերտ լինելը բդուղ դալու հետ կապված է։ Մագնալ այս մեկը հանքրվաններով է։ Գտնալ առաջին հանքրվանին պետք է սովորել Քրիստոսի յետևեն երթալ, խաչը առնել եւ բդուղները ինքն իրեն պիտի կան։ Հետևանքը պիտի լինի։ Իմ կյանքիս հետևանքը բդուղները պիտի լինեն։ Ուրեմն ուզեցի միան մի քանի գեդեր խոսանք ինչ է նշանակում աշակերտ լինել։ Եթե 36-րդ համարը նայենք, ինչ որ գարտացինք ուրեմն բանը, չէ՞, գործք որ գլուխներ գործրեցի 9:36 Այստեղ դնում ենք որ Դապիտայի կյանքը լեցված էր բարի գործերով եւ ողորմություններով որոնք ինքը գներ եւ որ խոսենք այս բարի գործերու մասին գտեսնենք որ իրեն բարի գործերը ոչ թե միան խափարներ էին, այլ այդ որբևայրերուն հակուսներ գառուցելներ։ Եվ գտեսնենք, որ ինչպես այս որբևայրիները եւ որ լսեցին իրեն մահը, փորձեցին ամենչապես լուծում մակտնել։ Ուրեմն ճիշտ է որ մենք 36-րդ համարեն գարտացինք, բայց եթե մի քիչ առաջ գարտանք, գտեսնենք, որ ժողովուրդը արդեն լսած էր, որ Պետրոս այնտեղ էր եւ որեւ ճիշտ այս համարեն առաջ ուրիշ հրաշք մգնե Պետրոս ուրեմն բոլոր անոնք որ գճանշնային Դավիթային առաջին բանը որին քացին եւ խնդրեցին Պետրոսը որ կա եւ փամանը որ կա եւ ցանկ դա գարցես է իրենք գիտեին որ այսպես պիտի չվերջանար Դավիթայի ցանկը Ինձ շատ գեշեցնի այս պատմությունը նաև աշակերտներու եւ Հիսուսի պատմությունը որ նավի մեջ էին։ Գար այս երկու պատմության մեջ կան իրարանցում, կան փոթորիկներ, կա դժվար բահեր։ Լա փոթորիկի մեջ է որ աշակերտները նավուն մեջ էին եւ ասոխոսքը գսե այնքան զորավոր էր այդ փոթորիկը որ քրեթե նավը բիդնգմեր։ Հոսալ գտեսնենք որ մարդիկ իրենց սիրելի քորոջը իրենց քույրիկին գործընծուցին այս երկու բանության մեջ կան այս փոթորիկը հոգևոր փոթորիկը եւ ֆիզիկական փոթորիկը բայց երկուքն ալ քացին եւ թիմեցին աշակերտները թիմեցին Հիսուսի հոս թիմեցին Պետրոսի ագնկալությամբ որ գիտեին որ հոն փամը պիտի փոխվի Եվ հետաքրքիր է որ չթաղեցին։ Այո, չթաղեցին։ Ոսկսե լողացրին իրեն եւ տարան վերնադուն դարին։ Մենք շատ շուտ սիրում ենք թաղել։ Նո
թաղել ասելով ֆիզիկական իմաստով չէ։ Ասենք չէ, ասենք կորցրեցինք։ Հաշտվում ենք այդ մտքի հետ։ Այո։ Կորցնելու մտքի հետ հաշտվում ենք, տանում թաղում ենք, այսինքն դու իմ կյանքում էլ այսինքն չկաս, մեռել ես։ Այս էլ ինչ որ մեսիջ ունի, չէ՞ իրա մեջ։ Անշուշտ։ Ինչ աստիճանի բարի գործ եւ ողորմած քույրիկ ա եղել, որ նրանք համաձայն չեն եղել իր մահվան հետ։ Այս ինչ որ բան ունի իր մեջ, ինչ որ պատգամ ունի։ Իրեն հավատքը, որ կորցնական էր եւ երևալի էր, այդ մարդոց սիրտը շահած էր։ Այդ մարդիկը չգրցան հաշտվել շուտով, որ վերջ։ Մենք արի անկեղծությամբ ես ինքս խոստովանեմ, որ շատ դեպքերում իմ կյանքի մեջ մարդիկ են եղել, որ արել են այսպիսի գործեր, ողորմած են եղել իմ հանդեպ, բարեգործ են եղել։ Եվ երբ որ ես մտածել եմ իրանց, հիշել եմ, ես անկեղծ ոնց ասեմ, զղջումներ եմ ապրել։ Եվ դա շատ ինձ ամաչացրել է։ Կարծես թե մի ձևով մոռացել եմ դա, կարծես թե մի ձևով սենց ասած թաղել եմ նաև, կարծես կտրվել է ինչ-որ կապը և պատճառը ես եմ եղել։ Սրանք կապ ունի այս թեմայի հետ, թե չէ։ Անշուշտ կապ ունի, որտև նաև մեր անձնական բայկարներու մասին է այս խոսքը, մեր անձնական ապրումներու մասին է, և նաև մեր շուրջի մարդոց մասին է։ Այստեղ գտեսնենք, որ Դավիթը իր շուրջ ուներ մարդիկ, որ քացին և լուծում փնտրեցին։ Սա շատ կարևոր է։ Այսօր ինչ տեսակի մարդիկ կան իմ շուրջս։ Եթե ես այսօր հոգևորապես, ֆիզիկապես դժվարության մեջ եմ, արդյոք իմ շորս կողմի մարդիկս Դավիթի չորս կողմի եղած մարդոց նման են, որ պիտի գրնան, պիտի ուզեն հետ բերել քեզ։ Գամ իրենց համար մեկ է արդեն։ Ասենք մարդը լավ իրար հետ ընկերություն է կարել, հոգևոր մարդ է եղել, ժամանակին ծառայել ես անգամ իր հետ, ու հիմա չկա, տկարության մեջ է, հոգևոր տկարության։ Արի սենց օրինակ բերենք, ու դու անհանգիստ չես իր մասին, դու չես հիշում իր բարի գործերը, սենց ասեմ։ Բարեգործության մասին չի նաև սա հարցը։ Բարի գործ կարծում ես, որ դա որակի հետ է նաև կապում։ Մարդ, որը որակով կյանք ապրել։ Ու տկարացել է, կարծես կորել է, կարծես մեռել է հոգևորապես։ Հիմա ինչ պիտի անես դու։ Տանես թաղես, թե հետ բերես, խնդրես, բարեխոսես Տիրոջը, որ նա հետ գա։ Տեր, այսքան բան արել, Տեր։ Ես համաձայն չեմ, որ ինքը կորի։ Ինքը քեզ սիրում է, ծառայել է քեզ։ Տես ինչեր արել իմ կյանքում, օրինակ, հա։ Սա կարևոր է։ Անշուշտ։ Այդ աշխարհի մեջ, որ ապրում ենք, շատ մեզ գրնալ թիդմամ կամ առանց իմանալու մեզ էգոիստ ասարկում։ Մեր հաճողությունները, մեր նույնիսկ հոգևոր կյանքի մեջ մեր լավը լալը Աստծո հետ, մեր լավ հարաբերություն Աստծո հետ։ Գամած չգիտեմ Հայաստանում ոնց է, բայց ես որ Ֆրանսիայում եմ, զգում եմ, որ կարծես մարդիկ լճացած են։ Էգոիստ են։ Առանձնացված։ Նույնիսկ եկեղեցին մեջ կա այս այսին անդարբերությունը։ Դες դու շատ դա բառացրիր, անտարբերություն։ Անդարբերություն կա եւ ինձ թվում է դա ամենավտանգավոր բաներից մեկն է, որովհետեւ երբ որ դու եկեցի ես գնում եւ գիրագի արդու դնում ես մի քանի քույրեր եւ եղբայրներ այնտեղ չեն եւ դու չես անհանգստանում կամ չես մտածում որ ինչու այս եղբայրը այստեղ չէ այնտեղ խնդրեմ կա մենք որ ժամերով անցնում է մեր ժամերը հերացայինի վրա քանի անգամ քրում ենք մեր քույրերի եւ եղբայրների որովհետեւ ասենք ոնց
ոնց է քո հավատքը այսօր քեզ չտեսա արդյոք ունես աղոթքի նույնը արդյոք պետք ունես քաչալերանքի արդյոք ինչ է լինում քո ընտանիքի մեջ չկա այսինքն մենք ապրում ենք այս մեկը չգիտեմ Հայաստանում ոնց է բայց մենք ապրում ենք այս մեկը հավատացյալ եկեղեցիներու մեջ հավատացյալ քույրերու եղբայրներու մեջ որ ինքնագետրոն եղած են իրենց ցանկի գնալալ փերումներով ցանկի աշխատանքով այնքան լեցուն է օրերը որ ժամանակ չունեն իրար գիտես արի sense մի հատ աքսիոմա բերենք հավասարություն կարծում ես որ մեր անտարբերություն իրար նկատմամբ նույն անտարբերությունն է մեր Աստծո նկատմամբ հավասարազորեն որովհետև եթե մենք անտարբեր ենք իրար նկատմամբ եւ մանավանդ որ մտերիմ ենք եղել ժամանակին մանավանդ որ օգտակար են մեզ եղել ինչ որ գործերի մեջ ու հանկարծ ավելի շատ ուրախացել ենք որ չկան մեր կյանքում արի այսպես քան որ վերջապես իմ քույրն է իմ եղբայրն է ինքը իր համար պետք է բարեխոսել կարծում ես որ սա հավասարազոր է մենք չենք կարող ասենք տեր մենք քեզ սիրում ենք բայց իրան ինքը կարևոր չի հա ասենք բարիցով ասում է դու խապիպա ես եթե ասում ես որ Աստծո որ չես տենում սիրում ես եւ եղբորդ որ տենում ես չես սիրում եւ Աստվածաշունչի մեծ մասերը կամ հիմնական գաղափարները գաֆած է հարաբերությունը մարդու Աստծո հետ եւ հարաբերությունը մարդու իր քույրերու եւ եղբայրներու հետ։ Օրինակ կարաս աղոթքի ժամանակ ինչ որ մեկին հիշես ու ասես Տեր, այս եղբայրը կամ քույրը չկա, կարծես թե պասիվացել է։ Տեր, մենք իրար հետ լավ ենք եղել, ինքը ինձ որոշ հարցերում օգտակար է եղել։ Խնդրում եմ, սա չի բարեխոսություն։ Անշուշտ, պետք է կամ եթե անգամ չի եղել քո հանդեպ քեզ ինչ որ բանով չի կարողացել, բայց դու կարող ես բարեխոսել։ Մի հատ լավ բան հիշել իր կյանքից։ Մի հատ գիտես, այդտեղ նաև հարցը լավատեսությունն է։ Մենք ինչ ենք տեսնում իր մեջ։ Իրար մեջ ինչ եմ ես քո մեջ ինչ եմ ման գալիս, վատը թե լավը։ Սա էլ է ողորմություն։ Լուրջ եմ ասում, եթե ես քո մեջ սիրում եմ լավը տեսնել, սա ողորմություն է։ Գուցե քեզ չեմ ասել, գուցե քեզ չեմ գովացել, բայց սիրել եմ քո մեջ տեսնեմ այդ լավը։ Սա էլ է բարի գործ, եղբայր։ Անշուշտ, ես համաձայն եմ, պետք է աղոթենք Աստծո եւ առաջին մեր կորձ այդի պետք է լա, բայց նաեւ պետք է կորձնական քայլեր անենք։ Պետք չէ բավարարվենք միայն աղոթելով, որովհետեւ Աստված մեզ կարողություններ տված է։ Դու մի գովա է Աստծուն քո աղոթքի ժամանակ։ Մի գովա այնքան ժամանակ, մինչև որ հիշես ինչ որ մեկը քո կարիքն ունի։ Ես էսի ուղղակի բարձր մտածեցի, գուցե սխալ եմ ասում։ Չէ։ Եթե դու գովում ես Աստծուն, բայց հաշտվել ես եղբայրդ կորուստի հետ, ինչ արժեք ունի այդ գովասանքի խոսքերը։ Մարդկային հարաբերությունը այնքան կարևոր է Աստվածաշնչում։ Շատ կարևոր, շատ։ Ասում է, եթե դու եկել ես Աստծո առջև եւ ուզում ես նվեր ընծայես Աստծո, եւ դու հիշում ես եղբայրդ կոդեմ, ոչ է դու եղբորդ դեմ մի բան ունես, ինքը կոդեմ գնալ, դու ոչ մի բան չես արել, բայց ինքը նեղացել է քեզանից, ասում ավելի լավ է դու նվեր չընծայես, թող այնտեղ քնա նախ քու հարցը լուծե քու եղբորդ հետ, հետո եկուր եւ քու սերդ արդահայտե ինձ անտեպ։ Ասված չի ուզում, որովհետև այդ մտնում արդեն գեղեցավորության մեջ։ Ես չեմ գրնար իմ ցանկիս մեջ իմ եղբորս քրոջ հետ խնդիրներ ունենամ եւ կամ ցեվացնեմ, որ ամեն բան նորմալ է, ամեն բան լավ է, բայց ում եմ ցեվացնում։ Աստծո։ Այդ Աստծո համար շատ կարևոր է մեր հարաբերությունը իրար հետ շատ։ Ճիշտ է, ողորմությունը անհատական է, ճիշտ է, որ աբաշխարությունը անհատական է, բայց մեր հավատքի կյանքը անհատական չէ եւ երբեք չի գնալ անհատական լալ։ Հայր մեր աղոթքը
Միայն հայր մեր այդ երկու բառակապակցության վրա կարելի է մի քանի ժամ խոսալ։ Ինչու հայր իմ չէ, այլ հայր մեր, այս մերը ուրիշ, այսինքն մերը ուրիշ բան է ստեղծում, կարծես։ Մտնոլորտը փոխվում է, դու չես մենակ, իմ պապա, իմ աստվածս, չէ՞, ասես, ինչ որ իմ հայրին չէ, հայր մեր։ Հայրը լիքը շատ զավակներ ունի։ Այո։ Այդ ծննիկի հենց սկզբունքը դա էր, հայր մեր էր, ոչ թե հայրին։ Այո։ Սա բանա փոխվում։ 39-րդ համարը գարանք կարդանք։ Գորսկի, հա։ Եվ Պետրոսը վեր կացավ, եկավ նրանց հետ, եւ երբ որ եկավ, նրան հանեցին այն վերնատունը, եւ ամեն որբևայրիները նրա 4 կողմովը կանգնեցին։ Լաց էին լինում եւ ցույց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները, որ այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր։ Բայ շատ սիրուն afու։ Այծեմնիկը հստակ բաներ էր թողած, հստակ վկայություն թողած էր, կորձնական վկայություն թողած էր մարդոց կյանքերու մեջ։ Ես չեմ կարծում միակ լալու պատճառը այս մարդոց որ ընդեղ էին, որ իրենց նվիրած էր մի հատ հագուստ։ Այդ դրանից ավելի էր, որովհետև եթե ինքը ուզացել էր հագուստ նվիրել, այսինքն գնացել էր այդ մարդկանց հետ հանդիպել էր, ինքը իմացել էր, որ այդ մարդիկը հագուստի պետք ունեն, ինքը իմացել էր այդ մարդկանց նույնիսկ մարմնի չափը, որ անոր համաձայն այդ հագուստը ինքը գարեր, ինքը ժամանակ էր դրամատրել այդ մարդու հետ, այդ մարդուն օգներ էր, որ մոդենալ Քրիստոսի, այդ հագուստը, որ գարեր, այդ իսում ամենավերջին հանգրվանն էր։ Առաջին հանգրվանը երթալ հետաքրքրվել էր այդ մարդու հետ, երթալ աղոթել էր իրեն հետ, երթալ եւ իրեն լսել էր։ Իրենց հետ էր ասում։ Իրենց հետ էր։ Իրենց հետ էր, որ իր կյանքով չէր ապրում այլևս։ Եվ գտեսնենք, որ այդ հետքը, որ թողած էր ինքը, բարձ հակուստեմը շատ ավելի էր։ Այդ հետքը, որ ինքը ցկած էր, այնտեղ գտնվող մարդիկը գիտեին, որ այդ շատ թյուրին չեն գնար փոխարինել ուրիշ մեկու հետ։ Դրա համար նեղված էր։ Դրա համար այսօր մենք պետք է նաև մտածենք ինչ հետ կերեմ թողում։ Նաև գարամ, ինչպես որ սկիզբը խոսեցանք, երբ որ մահանամ, մարդիկ ինչ են ասելու իմ ետևից, ինչ են խոսալու, ինչ վկայությամբ ապրեցա ես։ Պիտի լինեն մարդիկ, որ պիտի լինեն մեր 4 կողմը ոչ թե բարձաբես որևէ ստիպված են գալու ստեղ Հայաստանում բան են անում, չէ, գնում են հաճող են անում, գարձեմ, տենց մի բան կա։ Եվ մեծ մասամբ մարդիկ անում են էդի որպես բարդականություն։ Եվ նույնիսկ էդադեններ մարդիկ, որ իրար հետ չեն խոսում կամ նեղվել են, ասում են լավ գնանք։ Այստեղ նույնը չէ բարական, այստեղ մարդիկ եկել են, որովհետև ապրել են, այդ հավատքը տեսել են։ Որքան մարդիկ մեր 4 կողմը դիտելան, որքան մարդիկ մեր մահանալուց հետո բիդիսան այս մարդը իրոք լավ վկայություն ցկեց իմ կյանքից մեջ եւ ի շնորհիվ իրեն ես կարողացա ավելի ճանչնալ Քրիստոսի։ Դա շատ կարևոր է։ Դες շատ դեպքերում այսպիսի արտահայտություն կասում են մարդկանց կարծիքի մասին ինձ չի հետաքրքրում։ Ինձ մենակ Աստծո կարծիքն է հետաքրքրում։ Գիտես ինքը թե ճիշտ է, նայած ինչ հոգու մեջս, թե սխալ է, նույն արտահայտությունը։ Ճիշտ է, երբ որ քո գործ Աստծո հետ է եւ մարդիկ փորձում են քեզ շեղել Աստծուց, այդ դեպքում ճիշտ է։ Բայց նաեւ սխալ է, երբ որ չես ուզում հասկանաս, թե մարդիկ ինչ կարծիք ունեն քո մասին որպես հոգևոր, որպես Աստծո մարդ։
Ես դրա վերաբերյալ մի համար, եթե թույլ տաս ընտրել եմ, դա գրված Հռոմեացիս 14-ի 17-18 խոսքերը, եւ Պողոս Առաքելը ասում է, որովհետեւ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով, որովհետեւ նա, որ սրանցում Քրիստոսին ծառայում է, Աստծուն հաճելի է եւ մարդկանց գովելի։ Այսինքն նկատում ես, որ մարդկանց կարծիքն է կարևորում այստեղ Պողոս Առաքյալը։ Եվ մենք այս տեղերը երբեմն մենք շփոթում ենք, մենք ուզում ենք Աստծուց գովելի լինենք, իսկ մարդկանց հաճելի։ Այդպես չի աշխատում։ Այո։ Աստծուն հաճելի ենք այն ժամանակ, երբ որ մարդկանցից գովելի ենք, այսինքն նրանք տեսնում են մեր մեջ Քրիստոսին։ Ով է ասել, որ պիտի քեզ չսիրեն, քո շրջապատը չկա դասբան։ Աշխարհը քեզ չի սիրում, որովհետև դու աշխարհի համակարգից չես, բայց մարդիկ պետք է սիրեն, որովհետև դու եթե մարդիկ լույսի կարիք ունեն, դու ես հենց այդ լույսը։ Եթե մարդիկ աղի կարիք ունեն, դու ես այդ աղը։ Եթե քեզ համար կարևոր չի, որ մարդկանց համ ու լույս տաս, ուրեմն հոգևոր կյանքդ ինչով է պայմանավորվում, ինչով է որոշվում, ինչ չափորոշիչ կա, որ ես ասեմ դու հոգևոր մարդ ես, եթե ոչ սա, կներես, սա շատ կարևոր է։ Այո, ասում է, եթե աղը իր համը գործընծնե, ինչի այլևս օգտակար գլա, ոչ մեկ բանի։ Եթե մարդիկ աղի կարիք չունեն, էլ ինչ ես դու աղ։ Եթե մարդիկ լույսի կարիք չունեն, էլ ինչի պետք է դու լույս լինես, ինչ կարևոր է լույս լինես։ Ինձ թվում է մենք ադեններ բան ենք անում, այսինքն շատ լավ գիտենք ինչպես կոնտեքստից հանել համարը եւ օգտագործենք մեր օգտի համար։ Հա։ Անակ շատ մադեններ օգտագործում ենք ասելով որ ես ավելի կարևոր է Աստծո հաճելի լինեմ, ոչ թե մարդոց։ Թող մարդիկ ինչ չգովեն, բայց ես Աստծուն հաճելի լինեմ։ Չեղավ, չի աշխատում։ Այդ օգտագործում ենք իր կոնտեքստից հանած այդ համարը օգտագործում ենք ոնց որ մեր հաշվին է գալիս։ Այսինքն դու պետքա գովելի լինես, որպեսզի նրան հաճելի լինես։ Դա գովությունն է նրան հաճեցնում։ Հիսուսի համար ասում է, սա է իմ որդին, որին ես հաճեցա, այսինքն ինչ արեց որդին, ինչը սիրեց որդու մեջ, այդ զոհը, այդ խաչը, մարդկանց համար, մարդկանց մեղքերը իր վրա վերցնելը սիրեց, հաճեցավ նրան։ Սա շատ կարևոր խորհուրդ է։ Այո, անշուշտ։ Մեր քրիստոնեական կյանքը կապված է շատ անշուշտ մարդոց, ինչպես որ ցույցի, եթե մարդիկ կան, որ գոզեն մեզ հերացնել ճշմարտությունից եւ Քրիստոսից, այնադեն գրնան գսել, որ ես պետք է Աստծո հաճելի լինեմ եւ ոչ թե այդ մարդկանց, որ ուզում են մեզ հերացնեն կամ շեղեն ճշմարտությունից, բայց ինչպես որ ցույց գարտացիր, անկարելի է, որ զադել այս երկուսը իրար մի անկարելի։ Այո, սա կապված կարևոր գործոն է, Աստծուն հաճելի, մարդկանց գովելի։ Այո։ Գարտանք վերջին 40-ն 42 համարները։ Մի վարքան ես տեղը փոխեցի։ Գործարակելոցինա։ Գործկինա 40-ից 42։ Եվ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրավ, աղոտ քարավ եւ դարձավ դեպի մարմինն եւ ասեց. Տաբիթա վեր կաց։ Եվ նա աչքերը բաց արավ։ Եվ Պետրոսին, որ տեսավ, ուղիղ նստեց։ Եվ նա ձեռքը տվավ նրան եւ վեր կացրեց նրան եւ կանչեց սուրբերին եւ որբևայրիներին եւ նրանց առջեւ կենթանի կանգնեցրեց նրան։ Շարունակեմ։ Եվ հայտնի եղավ բոլոր հոպեի մեջ եւ շատերը հավատացին Տիրոջը եւ նա շատ օր մնաց հոպեյումը մի կաշեգործ Սիմոնի մոտ։ Հարություն արավ Տապիտա։ Ընթուփ կարա հարություն առնի։ Բարեխոսական աղոթների արդյունքում։ Անշուշտ։ Եվ գարանցենք, որ Աստված ողորմություն եւ շնորհ կրավ Տապիտային իր բարձ եւ աշակերտը լալու հավատքի հիման վրա։
սավ իրեն ելիր եւ ելավ աչքերը բացավ եւ գտեսնենք որ այս հիասքանչ այս մեծ հրաշքը որ եղավ չեն կարտար շատ տեղեր որ մարդիկ հարություն արին գտեսնենք մի քանի տեղեր որ հարություն արին մարդիկ ուրիշներ կան որ չէ գրված Աստվածաշունչի մեջ բայց գտեսնենք որ իսկապես հadouk հրաշք մներ մարդումը իդ կյանքի դարձնելը հadouk հրաշք մներ ուրեմն Դավիթը այնքան in վերլուծումը ասի Աստվածաշունչի մեջ չէ գրված բայց ես գենթադրեմ որ Դավիթը այնքան լավ օրինագելի կյանք ուներ որ Աստված կնալսավ գարշի եւ պետք է որ Դավիթը շարունակի այս գործը թույլ կտաս մի փոքր տեսանկյունից էլ ամեն ասելով քո ասացին բայց ես մի հատ բան եմ զգում սա աստվածաբանություն չի սա գրված չի ուղիղ ձևով բայց ինչ որ մի հատ հոգի կա սրա մեջ որ բացահայտել է պետք այն մարդը որ այդ ծնիկի պես ծառայող է Աստված նրան կյանք է տալիս քանի ծառայում ենք մարդկանց նրա փառքի համար տես ինչ եմ ասում չի գրած սրա մասին բայց խորքային իմաստով բովանդակություն կա որ հասկանալա պետք քանի մենք Աստծո սիրուն ինքնամոռաց ծառայում ենք մարդկանց Աստված մեզ պահելու է երկրի մեջ մենք պիտանի ենք երբ որ մարդը դադարում է սա անել չգիտեմ ինչքան կապրի եկեք այսպես ասենք որ հանկարծ բանի մեջ չընկնենք այսինքն մի ձևով կա մի հատ բան կա որ երբ որ մարդը արդեն պիտանի չի այս աշխարհի մեջ ինչ որ բան անելու օգտակար լինելու դերը կարծես թե իրան վեկալում է դա պետք չէ ես երկրի մեջ թույլ այսպես ասեմ կոպիտ իմաստ չեմ ուզում տամ սրան սուրանկյուն չեմ ուզում տամ սրան բայց ես նկատում եմ որ այսպեսի ոչ բոլորին է վերաբերվում դա չի յուրաքանչյուր մահացածի չի վերաբերվում բայց ինչ որ գիծ կա տես կարմիր հիմա պետք չի վազել բարի գործեր անել բան որ Տերը տենա դրա մասին չի խոսքը սա ինչ որ մի հատ սիրո խորը կապ է երբ որ ինքը արդեն մեռնի էլ չմեռնի էլ դա իրան հետաքրքիր չի Աստված կտանի չի տան դա դրա մասին ինքը մահվան վախ ընդհանրապես չունի ինքը այնքան է սիրում մենք դրա առակ ունենք դեր երբ էի դու չէ բանտոն որ մենք եկանք այցի եկանք ջուր տվեցին որ դու մեզ լավ պահես չտանես չմեռնենք ված չնիմ չկար այդպես բան մարդիկ պատրաստ են այսօր Տերը գա տանի իրանք վախ չունեն բայց այնքան սիրո մեծ այդ չէ Պողոս Առաքյալը մի տեղ ասում է նրա սերը ինձ ստիպում է մեզ ստիպում է սերը ստիպում է դա հաճելի գործ է եւ նրանք այդ ծնիկը հենց դա էր անում այդ սիրո ստիպողականության արդյունքում այս գործերն էր անում իր համար խնդիր չէր մեռնելը վստահ եմ բայց իմ ասացի իմաստը խորքային իմաստը սա է քանի դու այս երկրի վրա քո շրջապատի մեջ պիտանի ես ոչ թե նրա համար որ չմեռնես կամ լավ լինի քո համար չէ դու սիրով ես անում դու մոռացել ես քո վրա մահի իշխանություն չունի Տերը քեզ պահելու է կարող ենք այսպեսի մի վերլուծություն տանք եթե Աստված հարություն տվավ Դավիթին եւ գիտենք Բարից դու իմաստով իրեն կյանքը Գարանք այս հարցումը հարցնենք, գարանք ասենք, որ այո, ինչու համար, ինչ էր նպատակը, ինչու Աստված իրանից ավելի հարություն տվավ Դավիթային, եւ երբ որ իրեն կյանքը ուսումնասիրենք եւ դենանք, որ ինքը իրոք բարձ աշակերտ ուներ, որ ապրում էր հավատքը, գարանք հարցնենք, որ ուրեմն Աստված զրակիր ուներ իրեն հետ։ Ուրեմն պետք չէր վերջացած ծրագիրը։
Դավիթի շատ լավ բան ծրագիրը ասաց։ չէր վերջացած տակավին։ Նա պետք է դեռ շարունակել, որովհետև նրա համար բարեխոսներ կան։ Այո։ Մեր համար կան բարեխոսներ։ Մենք գովելի ենք։ Մենք հաճելի ենք Աստծո առաջ։ Սանք հարցն են իրոք։ Այո, այս էր իմ ուսած բաժնեկցությունս այսօրվա ուրեմն ընդհանուր եթե ամփոփեմ, Դա սիրով Հակոբ ջան։ մի քանի գեդերով ուրեմն ասենք որ աշակերտության կարևորությունը գարհոս ինքը հասկացած էր աշակերտը լալ ինքը ապրում էր այդ աշակերտության մեջ եւ ինքը կորցում էր այդ ան երևույթ հավատքը որ ուներ իր սրտի մեջ ինքը կարողացել էր ադիգա ցևը գտնել որ Երևանի լա ուրիշներուն դենում ենք ինչպես ասված չի թադում կամ չի քննում մարդկանց իրենց ըրած կորձերի համար Այս լավ բան ասից այնպես չէր որ ինքը որը մեծ կորձեր էր անում այնպես չէր որ ինքը մեղք չուներ անմեղ էր 100%-ով իրեն կորձերը շատ բարձ էին բայց այնքան մեծ հավատքով էր այդ կորձերը որ ասված կնահատեց Դավիթի հավատքը լսեց Պետրոսի աղոթքը եւ ցանկ տվավ իրեն օրինակ կներես օրինակ Դավիթան կարող է չէ այսպեսի պատկերացնենք իր աղոթքը եկեք պատկերացնենք որտեղ ինքը աշակերտ էր սովորել էր ինչ որ գաղտնիք էր հասկացել եւ իր աղոթքը հիմա պատկերացնենք ինչ էր նա անում ինքը ասում էր Տեր դու այն ինչ որ դու արել ես մեր համար շատ մեծ է անգնահատելի է ես եմ ուզում ինչ կարող եմ անել չեմ կարող մարդկանց մեղքերին վերավերցնել դու արդեն արել ես դա մեծ բարեգործություններ դրաններ բաժանել չեմ կարող ինչ որ ունեմ իմ հնարավորության չափ գոնե ես էլ քո ճանապարհով գնալու այդ մասնակցություն կարծում ես որ ինքը բարի գործեր էր անում եւ ողորմած էր դա հենց Տիրոջ ճանապարհն էր որով ինքը գնում էր ես սա կարող եմ անել իմ ամենը դնեմ այս բանի համար որ մարդկանց մեղքը չեմ կարող բայց կարող եմ օգտակար լինել ինչ որ զուգահեռ տեսնում ես այդ աղոթքի մեջ երբ որ ինքը ուզում է զուգահեռ բերել Հիսուսի ճանապարհը իր ճանապարհը Քրիստոսի ճանապարհի հետ այս սա է գաղտնիքը ես մա ինքը ճանապարհ չուներ արդեն ինքը իրեն ճանապարհը Քրիստոս հա ինքը մարդկային չուներ ճանապարհ շատ ճանապարհային քարտեզ Քրիստոսն էր իր ճանապարհային քարտեզը եւ դա այդ քարտեզի համեմատ էր քայլում որ իրան կյանք տվեց սա շատ Ալելույա շատ հզոր թեմա է ասա դեռ կարելի է խոսալ անկեղծ ասեմ դեռ կիսատ այս թեման ասավ այս բոլորը ինձ թվում է մեզ իսկապես արիտ կդա մտածելու որ շատ գետերու մասին մեր կյանքի մասին անձնական մեր հավատքի մասին մեր ուր լալու մասին մեր հավատքի կյանքի մեջ եւ գրեցնենք որ ասված միշտ կնահատում է բոլոր հավատարիմ կորձերը բոլոր այդ կորձերը հավատքի որ սրտանց են անկեղծ են եւ հոս գրեցնենք որ այո չնչին էր իրեն արած մարդկային կորձը բայց հավատարիմ էր ինքը Տիրոջ աչքերին մեծ էր այո նույնպես ինչ որ Հիսուս ասավ եւ որ այդ ձերուկին եկավ եւ իր ունեցածը տվավ ասավ ինքը ամենաշատը ըրավ Ընդդեմ հասկանանք որ ասո համար քանակը կարևոր չի մեծությունը մեր մարդկային մեծությունը եւ Աստծո մեծությունը նույնը չէ Աստծո մեծության հասկացողությունը անե որ դու դաս այնքան որ գրնաս տալ չեմ խոսում այստեղ հողի մասին չեմ խոսում նյութական ոչ մեկ բանի մասին չեմ խոսում այստեղ խոսում եմ
դաս քո էությունը ասո, դաս քո կյանքը ասո, որքան որ դաս, եթե ամբողջ ունեցածը դաս, ամբողջովին նվիրվի իրեն, այն ադեն ասված կնահատում այդի, եւ որև ասված աբերախտ ասված չի, եւ որև ասված կնահատում է բոլոր անոնց, որ իսկապես փորձում են ամբողջ էությամբ նվիրվել իրեն, ասված գործնի ինձ թվում է եւ ասված գարաշնորթի եւ գլեցնի այդ բոլոր մարդկանց, որ անգերձորեն 100% փորձում են նվիրվել իրեն։ Հետաքրքիր մի բան էլ կա ստեղ, ասում է Պետրոսը վեր կացավ նրանց հետ եւ երբ որ եկավ նրան հանեցին եւ ամեն որ փեվայրիները նրա 4 կողմովը կանգնեցին լաց էին լինում։ Սա միայն հավատացյալներին չէր վերաբերվում։ Սա ընդհանրապես շրջապատին էր վերաբերվում, որովհետեւ հետո ասում է շատերը հավատացին Տիրոջը, երբ որ դա տեսան, այսինքն սա նաեւ ավետարանչական նաև իմաստ ունի, հա, այսինքն մեր գործերը, բարի գործերը տեսնելով փառավորեն Հորը, որ սա նաև ավետարանչություն է, շատ լավ ասեմ եղբայր, ասում եմ դուք արեք ավետարանչություն, մեկ էլ խոսացեք։ Այո։ Հակով եղբայր, շնորհակալություն, շատ կարևոր է, եթե կոչ ունես, արա եւ սիրով միասին հաղորդքով ավարտենք։ Ես շնորհակալ եմ եւ գոչը նախ ինձի համար է, հետո բոլոր անոնց որ մեզ դենում են եւ լսում են, այն է որ ես իմ անձս քննեմ եւ դենամ ուր եմ, իմ կյանքը որքան նման է Դավիթի կյանքի եւ իսկապես այնքան անգերձ լամ, որ գարենամ դենամ այդ դեղերը, այդ գեդերը, որ պետք է սրբակրեմ, որպես ավելի մոդիկ լամ Քրիստոսի հետ, որքան մոդիկ եմ Քրիստոսի հետ, այնքան հաճելի է իմ կյանքը։ Եվ քո մոտիկությունը նաև պայմանավորված է այդ ծեմնիկի կյանքը։ Անշուշտ։ Որքան մոտ եմ, այդքան իմ հավատքս երևալի կլինի։ Այդքան այդ ծեմնիկ կլինես։ Այդ ծեմնիկ կանես։ Այո։ Դեն պայմանական մենք սենց ենք ասում, այդ ծեմնիկ անենք։ Մերսի եղբայր, Տեր օրհնի քեզ շատ եւ քո աղոթքով ավարտենք։ Աղոթենք։ Աստված շնորհակալ ենք քո խոսքիդ համար, շնորհակալ ենք որ դու մեզի գսիրես եւ կյանք ուտաս, շնորհակալ ենք որ դու ողորմիս մեզի եւ քո ողորմությունը ամեն օր գնորոքվի մեզի անտեբով դեր խնդրենք որ այս εμնիկի օրինակը իրականություն դառնա մեր կյանքերի մեջ ով դեր որ եթե փոփոխություններ կան մեր կյանքի մեջ որ պետք է ունենք, եթե կան գնալալ լուծելու հարցեր, եթե կան խնդիրներ մեր քույրերուն եւ եղբայրներուն հետ, Աստված խնդրեմ որ իսկապես այսօրվա ինչ որ լսեցին քեզ մե այդ բարձաբես դերգություն չլինի, այլ կյանք լինի, այդ կյանքը աբրինգով դեր եւ ամենադեմ որ աբրինգ, ամենադեմ որ մոդենանք քեզի, որ մարդիկ տեսնեն մեր կյանքը եւ այդ բոլորը որ գործված են դակավին քեզ չեն ճանչնար գաղութենք որ իսկապես քեզի ծանոթանան եւ քան քեզի ով դեր խնդրենք որ մեր կյանքերը իսկապես ուրիշներու առաջնորդ է որ իրենց կյանքերը փոխեն եւ քան տեբի քեզի Հիսուսի անունով գաղութեմ ամեն 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 Փառք Տիրոջը այս հրաշք առավոտի համար Տիրոջ հրաշքի համար Սա ես համարում եմ Աստծո հրաշք ամեն անգամ, երբ որ առավոտ կանուխ զրուցում ենք Տիրոջ խոսքի շուրջ եւ ինչ-որ բան ենք բացահայտում մեր կյանքում, դրանից ավելի ինչ հրաշք ես ուզում, քույրս եղբայրս, որտեղ Աստված պաշտություն ամեն բանի օգտակար է, թե ներկա եւ թե գալու բաների մեջ։ Տեր օրհնի ձեզ Հակոբ եղբայր, շնորհակալություն, մինչ այստեղ կլինի Հակոբ եղբայր, մենք նորից կհանդիպենք։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մանրանաթա Տերը շուտով գալու է